Հարգելիներս, իմ պատրաստած շերտավոր խմորից այսօր ես պատրաստում եմ փախլավա եւ ամբողջ ընթացքը ձեր հետ կիսվեցի։ Ասեմ, երբ որ հերթը հասավ կտրվածքների, այսենց ամբողջական դանակը մի բերեք։ Մի թեթև կտրեցիք, տարածք եք թողում, հետո նորից կտրում եք, տարածություն թողեք։ Ամբողջովին սենց տանել, բերել, կտրել պետք չի։ Կտրվածքները մի փոքր կտրում եք, տարածք եք թողում, նորից եք կտրում։ Քանի որ եփվելու ընթացքում շերտավոր խմորը սկսում է բարձրանալ, ուռել, դրա իսկ պատճառով մենք կտրվածքները մի փոքր կիսատ ենք անում, որ ինքը ամբողջովին չբացվի, եւ ընթացքում, երբ որ տեսնում եք արդեն խմորը լավ բարձրացել է, սիրուն փախլավայի ձևը ընդունել է, այդ ժամանակ դուք կարող եք ամբողջական դանակով կտրեք եւ սկսեք ավելացնել մեղրաջուրը։ Հարգելիներս, երբ մեր ջեռոցի տապակի մեջ ես տեղադրում եմ մեր բացված խմորը, միջուկը եւ դեռ գործողություն ունեմ կատարելու, ասենք բեզեմ պիտի պատրաստեմ, այդ ընթացքում ես այս ժառովնին տեղավորում եմ սառնարանում, քանի որ մեջի մարգարինը հատկություն ունի շատ շուտ սենյակային ջերմաստիճանի տակ հալելու, դրա իսկ պատճառով ես շատ հաճախ տեղադրում եմ սառնարան եւ ոնց որ մցնում հանում եմ։ Դուք էլ կարող եք այդպես անել, որ ձեր շերտավոր խմորը շատ լավ բացվի, շատ լավ սիրուն գաթաներ ստացվեն, խաչապուրիներ, փախլավաներ, մի խոսքով շերտավոր խմորը, իմ խմորը այդպիսի հատկություն ունի։ Մեր փախլավան շատ լավ թխվել է, շատ սիրուն վարդագույն երանգ ունի, ասեմ, երբ որ ինքը երանգը փոխում է, այսպիսի երանգ է ստանում, ես ջերմաստիճանը իջեցնում եմ 150 աստիճանի տակ եւ մի կես ժամի չափ ինքը այսպես թխվում է եւ ժամանակն է եկել արդեն կտրտեմ եւ կրկին ուղարկեմ ջեռոց։ Եվ այսպիսով սիրուն կտրվածքներ տալուց հետո ժամանակն է արդեն ավելացնենք մեր հալած մեղրը։ Հարգելիներս, քանի որ իմ մեղրը շատ բնական սարերի մեղր էր, շաքարակալած էր, իդեպ իսկական մեղրը, ձմռանը, շաքարակալումը, դրա իսկ պատճառով ես գոլոշու վրա հալացրեցի եւ կլցնեմ մեր պատրաստի փախլավայի վրա։ Իհարկե դժվար է մի կողմից գործողություն կատարել, մի կողմից նկարել, բայց ասեմ, դժվարությունը իմ համար չէ։ Ահա եւս մի 5 րոպեի չափով կգնա ջեռոց եւ արդեն ջեռոցը կանջատեմ եւ կմնա ինքը համերը իրար կխառնվի եւ եթե համբեր ենք, կարանք մի օր սպասենք եւ հետո վայելենք։ Հարգելիներս, մեր փախլավաները արդեն պատրաստ են, շատ ընտիր են ստացվել, արտակարգ համ ունեն եւ տեսք։ Ասեմ, որ խմորի բաղադրատոմսը չհասցրեցի ցուցադրեմ, հավելեմ, որ ես օգտագործել եմ 4 հատ ձվի դեղնուց, 2 բաժակ գոլ ջուր, 1 թեյ քթալ լիմոնի աղ, կես թեյ քթալ աղ, 2 ճաշի քթալ քացախ, 1 սուրճի բաժակ ձիթայուղ եւ ալյուր։ Խմորից գնդերը 2 ժամը 1-3 անգամ կրտնակ է բացել եմ, մարգարին եմ քսել, իդեպ ասեմ, ես օգտագործում եմ մասելկո մարգարինը,
Մի քանի անգամ ես փորձել եմ զելանդական կարագով պատրաստեմ շերտավոր խմորը, ասեմ խմորս շատ վատ է ստացվել, չգիտեմ ինչն է պատճառը, դրա իսկ պատճառով շերտավոր խմորի մեջ ես օգտագործում եմ մասերկո մարգարինը։ Դե ինչ հարգելինես, արդեն ժամանակն է, մենք վայել ենք մեր փախլավաները սուրճի հետ, դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։